Ճգնաժամ թե նոր հնարավորություն, արտաքին վեկտորի փոփոխությունը ուր կտանի Հայաստանին, Մոսկվայից երես թեքող Երևանին Բրյուսելը փրկողակ կնետի, որ տնտեսությունը չխորտակվի։ Այլընտրանքը դեռ ձևավորված չէ, Փաշինյանը հարց ունի, ինչով Հայաստանը լավ գործընկեր չէր, կանխավարկածը պետք է փոխել։ Կդառնա Հայաստանը Թուրքիա ներկրող ծաղիկների նոր մատակարարը, թուրք պաշտոնյայի կանխատեսումը Կարսից։ Միացյալ Նահանգների հուժկու հարվածի նոր ալիքը Իրանին, Թեհրանը պատրաստվում է հակահարվածի։ Կառավարության վերջին նիստը վարչապետը հրաժեշտ է տվել գործադիրում աշխատանքը ավարտողներին։ Ինչու Երևանը հրավիրված չէ Մայամիում G20-ի գագաթնաժողովին, Վաշինգտոնը տարածաշրջանում ում է գործընկեր տեսնում։ Բողոքի ակցիա կառավարության առջև, ինչու են բողոքում վարորդները եւ ինչու չեն կարողանում վերականգնել վարորդական իրավունքը։ Տոմատի մածուկ չենք ներկրի, որ տեղական լոլիկան մշակ չմնա, նաև աջակցություն ձկնաբույծներին ռուսական շուկայից դուրս մղվելու հետևանքով ֆինանսական դժվարություններին դիմակայելու համար։ Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա տղան հայտնաբերվել է, ինչ նպատակով էր հեռացել տնից եւ որտեղ են նրան գտել։ Հայաստանի օրհներգն ու հայկական եռագույնը Բաքվում, հայ պատանի ըմբիշները աշխարհի առաջնության հաղթական ոսկին Բաքվից բերել են Հայաստան։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլոմյանն եմ, ամենակարևորն ու Դիդար Ժանը մեր եթերում։ Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը ուր կհասցնի Հայաստանին, Երևանին արդյոք գրկաբաց են սպասում Եվրամիությունում։ Մեկ ամիս առաջ Եվրահանձնակատար ֆոն դեր Լայենը Երևանում պնդեց, թե ռուսական շուկան փակվելու դեպքում Հայաստանի առջև կբացվի եվրոպական շուկան։ Երևանը կարծում է, սա նոր հնարավորություն է արտահանողների համար զարգացման եւ որակի բարելավման։ Փորձագետների կարծիքով, սակայն հայտնվել ենք ճգնաժամի եզրին։ Համաշխարհային բանկի տարեկան զեկույցում նույնպես ահազանգ կա, երկիրը լուրջ տնտեսական ռիսկերի առջև է։ Ժամի անդրադարձը։ Նոր չէ, որ Մոսկվա-Բրյուսել ընտրության մեջ Երևանը եվրոպական հատվածն է ֆավորիտ համարում։ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը Հայաստանի խորհրդարանը շուրջ 1.5 տարի է հաստատել է։ 2025-ի մարտի 23-ին ընդունվեց։ Եվ ուրեմն ինչու են հիմա այսպես պղտորվել Երևան-Մոսկվա ջրերը։ Դեպի Ռուսաստան արտահանման հետ կապված Ռոսելխոզնadzորից օրը մի սահմանափակման մասին ենք լսում։ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտորը փոխել է դեպի արևմուտք եւ բնականաբար Ռուսաստանում սպասում են, որ լինելու են հաջորդ գայլերը։ Մասնավորապես հարցը հասնելու է արդեն ռուսական ռազմաբազաների դուրս բերելուն, հասնելու է հարավկովկասյան երկաթուղիները ազգայնացնելուն եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ընթացքը ակնհայտ է, դրա համար Ռուսաստանի քաղաքականությունը այդպես շատ կոշտ է։ Ռազմաբազային կամ հարավկովկասյան երկաթուղուն վերաբերող հարց Փաշինյանն ու Պուտինը վերջին հեռախոսազրույցում չքննարկեցին, բայց հայկական կողմի նախաձեռնությամբ օրերս կայացած այդ զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին ասաց, թե հայաստանյան ծագման ապրանքների ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին եւ խնդրեց միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Որքան էլ հայկական կողմում այսօր համարում են, թե ստեղծված իրավիճակն իրականում ոչ թե ճգնաժամ է, այլ հայ արտադրողների համար նոր հնարավորություններ է բացում, ինչը ըստ Փաշինյանի կօգնի զարգանալ ու բարձրացնել հայկական արտադրանքի որակը, այդուհանդերձ Համաշխարհային բանկի մասնագետներն էլ ահազանգում են, թե այս սահմանափակումները Հայաստանի համար լուրջ ռիսկ են։ Հայաստանի տնտեսական զարգերակը ամենամյա զեկույցում արտահանման ռիսկերից առանձնացրել են այն, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի եւ կաթնամթերքի սահմանափակումները լրջորեն ազդում են արտահանման ծավալների վրա։ Մայիսին դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումը նվազել է 15%։ Այս սահմանափակումների աստիճանական ընդլայնումը կարող է դուրս գալ զուտ առևտրի շրջանակից եւ բացասաբար անդրադառնալ Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի, գների ու սոցիալական վիճակի վրա։ Ռուսական բարձր էշելոններից տարբեր ռանգի չինովնիկներ պերմանենտ էին հիշեցնում Երևանին ընտրություն կատարել Մոսկվայի ու Բրյուսելի միջև։ Երկու աթոռի վրա միաժամանակ նստել չի լինի։ Պուտինը վերջին հեռախոսազրույցում հարցն ուղիղ դրեց։ Անհրաժեշտ է Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնել, միանալ Եվրամիությանը, թե մնալ ԵԱՏՄ-ում։ Բայց Հայաստանի կողմից Եվրամիությանը անդամակցելու պաշտոնական դիմում չկա, խնդրի առարկան անորոշ է։ Մոսկվայի պահանջը նոնսենսի մեջ չի գցում Երևանին։ Եվրամիությունը դռները բացել Հայաստանին է սպասում։ Իրավիճակը մոտավորապես այսպիսին է։ Եվրամիությունը Հայաստանին կտրուկ չի մերժում, բայց անընդհատ նորանոր պահանջներ է առաջ քաշելու, որպեսզի Եվրամիություն մտնելու տեսական շանս տա։ Օրինակ, առաջին հերթին ռուսական ազդեցության նվազեցում, այդ թվում նաև պրոռուսական
քաղաքական ուժերի չեզոքացում, մեկուսացում, ռուսական բիզնեսների դուրս մղում, այսինքն արևմուտքը ձգտելու է հասնել դրան եւ որպես խայծ, որպես բլիթ օգտագործելու է երբևէ Եվրամիության անդամակցելու շանսը։ Եվրամիությունը կամ հավաքական արևմուտքը շատ նրբորեն խաղարկում է սա, Ռուսաստանում այդ խաղը տեսնում են։ Դրա համար էլ պահանջում են, որպեսզի Հայաստանի իշխանությունները այդպիսի հանրակրվե անցկացնեն։ Ռուսական կողմում ըստ քաղաքագետների համոզմունք ունեն, որ հայկական հասարակությունում ավելի շատ մերձ ռուսական տրամադրություններ են։ Քաղաքագետները նաև համարում են, որ 49% ձայն հավաքած քաղաքական ուժը արտաքին վեկտորը կտրուկ ու շրջադարձորեն փոխելու իրավասություն պետք է չունենա։ Դու չես կարող մի դաշինքի անդամ լինես, արդեն ոնց որ Ռուսաստանում բարձ ասում են թշնամական միության անդամ դառնաս, դենց չեն անում։ Եթե դու ուզում ես դառնալ, կամ նման խոսքերը կարող էին ակտուալ լինեին, օրինակ 10 տարի առաջ, 15 տարի առաջ։ Մարդիկ ասեն, մենք չենք ուզում ընտրություն կատարենք, որովհետև դե երկուսն է տնտեսական միություններ են, երկիրը կարող է մի քանի տնտեսական միությունների անդամ լինել։ Դա կարող էր այդպես լինել, եթե չլինեին այդ թշնամությունը Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների լայնածավալ փուլը սկսեց այս տարվա ապրիլի վերջից, հետո սակայն այն ընդլայնեց մայիս-հունիս ամիսներին։ Սահմանափակումներ կամ արգելքներ կիրառվեցին հայկական հանքային ջրի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների, ձկնամթերքի, ինչպես նաև մի շարք գյուղատնտեսական ապրանքների, մրգերի, բանջարեղենի եւ հատապտուղների, այս օրերին էլ կաթնամթերքի ներմուծման նկատմամբ։ Եվ որքան էլ հայկական իստաբլիշմենթը հիմա այլընտրանք ունենալու տրամադրությունների մեջ է եւ համարում է, թե ավարտվել է այլընտրանք չունենալու դարաշրջանը, քաղաքագետը չի համոզվում։ Արմեն Բաղդասարյանը հիմա եվրոպական երկրներում է, ասում է, ծիրանը կարոտել է, փնտրում է եվրոպական սուպերմարկետներում ու չի գտնում։ Ես հիմա Եվրամիությունում եմ այս երկու շաբաթը եւ այստեղ ոչ մի խանութում ոչ մի հայկական ապրանք չկա։ Ծիրան էլ չգնեցիք։ Բացարձակ չկա։ Ծիրան Շմրադյան, ժամը լրատվական։ Ռուսական կողմից շարունակում են Երևանից հանրակրվե պահանջել վերջնական կողմնորոշում Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև։ Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցում էլ է Փաշինյանի առջև հարցը դրվել։ Վարչապետը այսօր չափազրույցում ասել է, թե հանրակրվեի անհրաժեշտություն չկա, քանի որ այլընտրանքը ձևավորված չէ, Հայաստանն անգամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ չունի։ Ինչով Հայաստանը լավ գործընկեր չէր, Փաշինյանը լրագրողի հարցին հարցով է պատասխանել։ Չափազրույցի բոլոր մանրամասները Էդուարդ Պողոսյանի ռեպորտաժում։ Նոր խորհրդարանում Ռուբեն Ռուբինյանը նստի ազգային ժողովի նախագահի աթոռին, ով է շարունակելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները, իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում որոշում դեռևս չունեն։ Նաև այն պատճառով, որ նաև Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ, այդ թեմայով քննարկումներ հիմա ընթանում են։ Վերջին հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահը Փաշինյանին դարձյալ հիշեցրել էր իրենց առաջարկի մասին մեր երկրում անցկացնելու հանրակրվե եւ Հայաստանի ժողովրդի որոշումով շարունակելու ճանապարհը, թեքվելով կամ դեպի Եվրասիական տնտեսական կամ Եվրոպական միության կողմը։ Լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում է այս պահին Մոսկվան ինչու է այսքան կարևորում Երևանի քաղաքական կողմնորոշման հարցը։ Դուք արդյոք առիթ տվել եք, որ Ռուսաստանում կասկածում են, որ քաղաքական առումով Հայաստանը լավ գործընկեր չէ։ Հայաստան 2022 թվին ինչով լավ գործընկեր չէր, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր ֆունկցիաները չկատարեց։ Ինչով լավը չէր Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ էր արել Հայաստանի Հանրապետությունը։ Ում էր վատություն արել Հայաստանի Հանրապետությունը։ Ինչով էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղապահները իրենց գործառույթները չկատարեց։ Իսկ ինչի անընդհատ մեր կանխավարկածը այն, որ մենք ենք պարտադիր ինչ որ վատ գործընկեր։ Կամ Հայաստանի Հանրապետությունը ում էր ինչ արել, որ Բելարուսի նախագահը հայտարարի, որ գիտեք ինչ, դե Հայաստանը ում է պետք։ Ոնց կարելի է երկրի, ինքնիշխան երկրի մասին այդպես խոսալ։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է հանրակրվեին, ապա Փաշինյանը շարունակում է պնդել, այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա։ Ասում է, որ այո, դուք իրավունք ունեք ունենալ այլընտրանքներ, բայց այսօր որոշեք, թե որ այլընտրանքն եք ընտրում։ Ես ասում եմ, այն այլընտրանքը դեռ ձևավորված չի, սկսվել է այլընտրանքը ձևավորելու process-ը, կձևավորվի այլընտրանքը, հիմա ազնիվ չի լինի, որ մենք մեր ժողովրդի առաջ հարց դնենք, դուք չձևավորված այլընտրանքը
Ուզում եք թե չեք ուզում, որովհետև մեր ժողովուրդը լիքը հարցեր կտա, որոնց պատասխանները մենք այսօր չունենք։ Նման հարցով հանրաքվե անելու համար Հայաստանը պետքա գոնե դիմաց լինի, ել չեմ ասում առավել տրամաբանականը, որ Հայաստանը գոնե անդամության տեխնացուի կարգավիճակ ունենա։ Կամ արդեն այդ հարցը լինի օրակարգում, այդ ժամանակ շատ տրամաբանական կլինի իրականացնել հանրաքվե։ Նախքան Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին մասնակցելու է։ Որոշումն արդյոք մնում է ուժի մեջ Ռուսաստանի նախագահի հետ վերջին շփումից հետո, եթե փաստացի հայ-ռուսական օրակարգի կնճռոտ հարցերը ոչ թե իրենց լուծումն են ստանում, այլ Երևանի առջև դրված Մոսկվայի պայմանն է մնում անփոփոխ, հստակեցնելու արտաքին քաղաքական կուրսը։ Փաշինյանը հարցին ուղիղ պատասխան չի տալիս։ ԵԱՏՄ-ի օրակարգը ձևավորվում է ինստիտուցիոնալ ճանապարհով, բայց դա հարթակ է, որտեղ բնականաբար ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Եվ ինչ որ ձեզ ասել եմ բրիֆինգում, ասելու եմ նաև այնտեղ։ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Հարավկովկասյան երկաթուղու կոնցենսիոն կառավարման մասին Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում այս հարցը քննարկման չեն առել, բայց Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է դիրքորոշումը։ Սա Հայաստանի սեփականությունն է, պետք է օգտագործվի այնպես, ինչպես նպատակահարմար կգտնեն կառավարությունում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվրամիությունը ուժեղ ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որ վիզային ռեժիմ մտցնի Ռուսաստանի հետ եւ միանա պատժամիջոցներին։ Իզվեստիային կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնանդ Կարթհայզերը։ Նա սակայն հույս է հայտնել, որ Հայաստանը կդիմանա ճնշմանը եւ առաջին հերթին հոգ կտանի սեփական շահերի մասին։ Հայաստանը պետք է Արևմուտքի հետ համագործակցությունը դիտարկի որպես երկարաժամկետ նախագիծ եւ միևնույն ժամանակ չպետք է ձեռնարկի որևէ բան, որը կարող է ել ավելի ապակայունացնել կամ թուլացնել նրա դիրքը տարածաշրջանում, ասել է քաղաքական Եվրապատգամավորը կարծում է, որ Երևանը պարտավոր չէ հետևել Եվրամիության պահանջներին, քանի որ ըստ նրա Եվրամիությունը իրականում ի վիճակի չէ որևէ էական աջակցություն ցուցաբերել ճգնաժամի դեպքում։ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում Հայաստանը կարող է դառնալ Թուրքիան ներկրվող ծաղիկների նոր մատակարարը, հայտարարել է Կարսի առևտրի եւ արդյունաբերության պալատի նախագահը։ Քադիր Բոզանի խոսքով հայ-թուրքական գործարարների միջև արդեն սկսվել են բանակցություններ, իսկ հայկական ծաղիկների նմուշները ներկայացվել են թուրքական ընկերություններին։ Ըստ նրա, սահմանների բացումը կարող է ընդլայնել առևտրային համագործակցությունը եւ բարելավել տարածաշրջանային կապերը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Միացյալ Նահանգների հուժկու հարվածի նոր ալիքը Իրանին, Թեհրանը պատրաստվում է հակահարվածի։ Կառավարության վերջին նիստը վարչապետը հրաժեշտ է տվել գործադիրում աշխատանքը ավարտողներին։ Ինչու Երևանը հրավիրված չէ Մայամիում G20 գագաթնաժողովին, Վաշինգտոնը տարածաշրջանում ում է գործընկեր տեսնում։ Բողոքի ակցիա կառավարության առջև, ինչու են բողոքում վարորդները եւ ինչու չեն կարողանում վերականգնել վարորդական իրավունքը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Միացյալ Նահանգները Իրանի ուղղությամբ հարվածների նոր ալիք է իրականացրել, թիրախների թվում են եղել Ղեշմ եւ Քիշ կղզիները, ինչպես նաեւ Բուշեր քաղաքը։ Քեշմ կղզում հարված է հասցվել բնակելի շենքի, բլատակների տակ է մնացել տան անդամները, հայրը, մայրը, երեխան։ Ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածներ են հասցվել նաև Բանդար Աբբաս, Նոուշահր, Սիրիկ եւ Նարաբաս քաղաքներին։ Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե այսօր իսկ կպատժի ագրեսորին Իրանին հասցված վնասների համար։ Թրամփի հետ հանդիպմանն ու իրանական պատերազմին է անդրադարձել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ABC News-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, թե Թրամփը ունի 3 տարբերակ, առաջինը իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդը շարունակել շրջափակումը եւ երրորդը ձեռնարկել ռազմական գործողություններ։ Ամեն ինչ, ինչը կհանգեցնի Իրանի միջուկային ծրագրի ավարտին, հենց այն է, ինչ մենք ցանկանում ենք, ասել է Նեթանյահուն, ընդգծելով, որ դա իրենց ընդհանուր նպատակն է։
Պեկինը հերքել է, թե պատրաստվում է Իրանին հոբ կայանքներ տրամադրել, հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Չինաստանը միշտ աշխատում է հանուն խաղաղության և հակամարտության ավարտի, նշել է նա։ Հիշեցնեմ, որ Reuters-ն էր հայտնել, թե Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական արտադրության մինչև 400 հակաօդային պաշտպանության հրթիռային կայանքների առաջին խմբաքանակը։ Եվրահանձնաժողովը Կիևին մոտ 3 միլիարդ եվրոյից ավելի գումար է հատկացրել որպես նոր տարանցիկ վճարում հարվածային անօդաչու թռչող սարքերի, ռեակտիվ հրթիռների և շվեդական գրիպեն կործանիչների ձեռքբերման համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ հարվածային սպառազինության մատակարարման պլանը օգնություն է ուկրաինական երկինքը և մարդկանց պաշտպանելու գործում։ Ռուսաստանի զինուժը ԱԹՍ-ների միջոցով հարվածել է Սևծովում ուկրաինական զորքերի համար բեռների առաքում իրականացնող 3 նավերի, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Միաժամանակ ուկրաինական դրոններն էլ Սևծովում հարձակվել են Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալի 2 լցանավերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի Թաման նավահանգստի վրա կան տուժածներ։ Ուկրաինական զինուժը հերթական անգամ հարվածել է Վալբերիսի պահեստներին, այսօր ևս մեկ պահեստ Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում է հարձակման ենթարկվել։ Մինչև այդ էլ հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի Պենզա քաղաքում գտնվող Վալբերիսի պահեստը։ Նախնական տվյալով տուժած կա շուրջ 200 աշխատակից է տարհանվել։ Ռուսական Marketplace-ի պահեստների վրա հարձակումը հսկայական վնասներ է հասցրել ոչ միայն ընկերությանը, այլև հասարակ տնտեսվարողներին, որոնք բողոքում են, որ ընկերությունից փոխհատուցում չեն ստանում։ Վերադառնանք Հայաստան, այսօր տեղի ունեցել կառավարության վերջին նիստը Կիրակի գործադիրի անդամները հրաժարական կտան վարչապետի գլխավորությամբ 9-րդ գումարման ազգային ժողովի ձևավորման առիթով։ Այնուհետև Հանրապետության նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Այսօրվա կազմով կառավարությունը վերջին անգամ է հավաքվել։ Վարչապետը հրաժեշտ է տվել գործադիրում իրենց աշխատանքն ավարտող պաշտոնյաներին։ Գործադիրում էլ չեն լինի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Ի դեպ, խոսնակի պաշտոնում նրան կփոխարինի Մելանիա Հարությունյանը։ Տարբեր հանգամանքներով վարորդական իրավունքի վկայականից զրկված քաղաքացիները առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ, նշելով, որ իրենցից շատերի համար դա աշխատանքի հիմնական միջոց է և հավելելով, որ որոշակի սահմանափակումների պատճառով իրենք չեն կարողանում վերականգնել վկայականները, նրանք կառավարությունից պարզաբանումներ են պահանջել։ Այս պրավեն իմ համար, կոնկրետ իմ համար, ասենք իմ ապրելու միջոցն է։ Ես շինարար տղա եմ, առավոտից իրիկուն շինարարությամբ եմ զբաղվում, իմ մեքենայի բագաժնիկը եւ բացեք լիքը գործիք է։ Ես չեմ կարող։ 3 հատ անչափած երեխա ունեմ, տաքսի քշելով եմ պահում։ Եթե մեր վարորդական իրավունքները չեն տրամադրելու մեզ, ուրեմն մենք ամեն ինչ անելու ենք, որ չգիտեմ ոնց ասեմ, չեմ էլ ուզում վատ բան ասեմ։ Ինչու Հայաստանը չի հրավիրվել մասնակցելու G20-ի գագաթնաժողովին, փոխարենը մասնակիցների ցանկում է Ադրբեջանը։ Մասնագետները քաղաքական լուրջ ազդակ են այստեղ տեսնում։ Նրանց կարծիքով Վաշինգտոնը այսպիսով մատնանշում է իր ֆավորիտին տարածաշրջանում։ Համարում են, որ սա տնտեսական դիվանագիտության պարտությունն է, առաջարկում ակտիվացնել ջանքերը լուսանցքում չմնալու համար։ Մայամիում նախատեսված G20 գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում Հայաստանը չկա, մինչդեռ ոչ անդամ երկրներից ներառված են Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ այլն։ Փորձագետները սա դիտարկում են ոչ միայն որպես դիվանագիտական որոշում, այլև աշխարհաքաղաքական ազդակ։ Նրանց գնահատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս քայլով ցույց է տալիս, թե տարածաշրջանում այսօր որ երկրների հետ են նախընտրում խորացնել համագործակցությունը։ G20-ի անդամ երկրները փորձագետների կարծիքով ամեն ինչի հիմքում տնտեսական շահն են առաջնային համարում։ Ինչպես եւ միշտ եղել է միջազգային տնտեսական հարաբերություններում եւ ինչն էլ հենց տնտեսական դիվանագիտության հիմքն է, բայց մենք հեռու ենք տնտեսական դիվանագիտությունից, զարգացած երկրները անուղղակիորեն նշում են կամ մեսեջ են հաղորդում, որ տարածաշրջանում տնտեսական իրենց շահերը սպասարկում է Ադրբեջանը։ Սա նաեւ վկայում է Վաշինգտոնի աշխարհընկալումների մասին, ասում են փորձագետները։ Նրանց դիտարկմամբ վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգները բացահայտ ներկայացնում է դիրքորոշում, ըստ որի Թուրքիան
իրենց համար մեկ գործընկերն է Հարավային Կովկասում եւ նույն դերն են ուզում տալ նաեւ Մերձավոր Արևելքում, ինչին ըստ մասնագետների դեմ է Իսրայելը։ Սա քաղաքական ու աշխարհաքաղաքական ուղերձ է, հավելում են փորձագետները, որով ցույց է տրվում, թե պաշտոնական Վաշինգտոնի ներկայիս վարչակարգը ում է տարածաշրջանում գործընկեր դիտարկում։ Այսպեսով հավաքական արևմուտքը հիմնականում անուղղակիորեն հասկացնում են, որ ֆոն դեր Լայենը կամ մյուսները, որոնք խոստումներ են տալիս եւ ասում են կարող եք մեր վրա հույս դնել, այս պարագայում ոչորոշ պահերին կողք են քաշում եւ Հայաստանի Հանրապետությունը թողնում են մենակ։ Սա պետք է դաս լինի, որ Հայաստանի Հանրապետությունը իր վրա պետք է հույս դնի։ Հայաստանի տնտեսական կապերը արևմտյան երկրների հետ սահմանափակ են, իսկ արտահանումը ըստ փորձագետների չհամակարգված։ Ասում են, թե էներգակիրների արտադրության եւ փոխադրման ուղիների նկատմամբ վերահսկողությունն է աշխարհաքաղաքական գործընթացների հիմքում։ Արտահանում է երկրների էպիզոդիկ օրիչարգան հիմնական այդ շփումները, հիմնական զրույցը, խոսույթը դրանք էներգակիրների վերաբերյալ է։ Պատրաստները էներգակիրների եւ արտադրության եւ պաշարների եւ դրանց տեղափոխման այդ լոգիստիկ ճանապարհների շուրջ մեր վրա խաղադրիքներ անելու խնդիր ոչուկ չունի, որովհետեւ մեր միակ նշանակությունը դա Թուրանի ճանապարհի մեր հատվածի վերցնելն է։ Իրենք շարունակում են իրենց աշխատանքները դեպի Միջին Ասիա եւ վերջ Հայաստանը այստեղ անելիք չունի։ Հայաստանը նույնիսկ 50%-անոց մասնակցություն չեն տվել մեր տարածքով անցող երթուղու հետ կապված։ Փորձագետների դիտարկմամբ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է հստակեցնի սեփական շահերը, ակտիվացնի տնտեսական դիվանագիտությունը ու միջազգային գործընկերների հետ հարաբերություններում ապավինի առաջին հերթին սեփական հնարավորություններին։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Տոմատի մածուկ չենք ներկրի, որ տեղական լոլիկը անմշակ չմնա, նաև աջակցություն ձկնաբույծներին ռուսական շուկայից դուրս մղվելու հետևանքով ֆինանսական դժվարություններին դիմակայելու համար։ Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա տղան հայտնաբերվել է, ինչ նպատակով էր հեռացել տնից եւ որտեղ են նրան գտել։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Կառավարությունը մոտ 179 միլիոն դրամ կհատկացնի Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական փառատոնի անցկացման համար։ Հայաստանի երիտասարդական երաժշտախմբերի գործունեությունը բացահայտելուն միտված փառատոնը կանցկացվի Սևանա լճի ափին։ Սևանի շուրջը սիրողական հեծանվային արշավի կազմակերպման նպատակով էլ կառավարության պահուստային ֆոնդից մոտ 24 միլիոն դրամ կհատկացվի։ 14-ամյա կորած տղային գտել են, նա անվնաս է, իրավապահները նրան հայտնաբերել են Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ 14-ամյա Վահե Ապիկյանին հարազատները երեկվանից էին փնտրում։ Առավոտյան դուրս գալով Բաղյան փողոցի իր բնակարանից նա էլ ետ չէր վերադարձել։ Նա չէր վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից, անհետացել էր գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից եւ ցանկանում է դառնալ ճգնավոր։ Վահեին տեսախցիկները այսօր ֆիքսել են Գառնիի քարերի սիմֆոնիայի մոտակայքում, նրան տեղափոխած վարորդը իմանալով, որ տղային որոնում են, կապ էր հաստատել ընտանիքի անդամների հետ եւ հայտնել, որ տեղափոխել է դեպի Գառնի։ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան Գոր շարչի մոտ 4 ամսական քոթոթի է շների հարձակումից փրկել քաղաքացին Մարտունի Գետապ ավտոճանապարհին։ Կենթանուն փախցնելով շներից ժամանակավորապես անվտանգ վայր է տարել։ Բնապահպանական տեսուչները հետո Արջի քոթոթին ապաստարան են տեղափոխել, նա անվնաս է։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Կառավարությունն աջակցություն կտրամադրի Արարատի եւ Արմավիրի մարզերում գտնվող արդյունաբերական ձկնաբուծական 135 տնտեսությունների, որոնք զբաղվում են իշխանի եւ թարափի բուծմամբ, ինչպես նաեւ բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ եւ միաժամանակ հանդիսանում են ավելացված արժեքի հարկ վճարողներ։ Ծրագրի անհրաժեշտությունն ըստ պաշտոնական պարզաբանումների պայմանավորված է ձկան եւ ձկնամթերքի արտահանման սահմանափակումների հետևանքով ձկնարդյունաբերությունների մոտ առաջացած ֆինանսական դժվարություններով։ Կարևոր պայման է, որ կերը լինի սերտիֆիկացված եւ համապատասխանի ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ ստանդարտներին։ Կառավարության նիստում 6 ամիս ժամկետով արգելք սահմանվեց Հայաստանի տարածք տոմատի մածուկի ներմուծման վրա, այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը ամբողջ ծավալով, հիմնավորման մեջ նշել է գործադիրը։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները, նրանք տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ են։ Վերջիններիս բողոք պահանջը աշխատանքի վերադառնալու
հնարավորության վերականգնումն է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնայինով։ Աշոտյանի պաշտպանական խմբից լրատվամիջոցներին փոխանցել են, որ հաջորդ քայլով վերաքննիչ դատարանում նաև տնային կալանքի վերացման պահանջ կներկայացնեն։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ընտրական ենթադրյալ հանցագործությունների գործերով ընդհանուր 263 քաղաքացու են ձերբակալել։ Մոտ 200 քրեական վարույթով 287 անձի նկատմամբ հարուցել են հանրային հետապնդում, իսկ 193 անձի վերաբերյալ գործերն արդեն դատարանում են։ Կոմիտեն շարունակում է պնդել, որ նախընտրական շրջանում այս մասին հայտարարություններում քաղաքական ուժերի հիշատակումը կանխարգելիչ նպատակ է ունեցել, մինչդեռ ըստ ընդդիմության հրապարակված նյութերը եղել են քաղաքական թիրախավորման դրսևորում։ Երևանի ծառերի մոտ 30%-ի կյանքը մոտեցել է կենսունակության ավարտին եւ ենթակա է փոխարինման, այս մասին հայտարարել է Մայրաքաղաքի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Նրա խոսքով յուրաքանչյուր ծառահատումից առաջ իրականացվում են ուսումնասիրություններ, իսկ ամռանը շարունակել են վտանգավոր ու չորացած ծառերի հեռացման աշխատանքները։ Աշնանը Սևանի կողմից դեպի Երևան տանող հատվածում շուրջ 3 հեկտար տարածքում կհիմնվի նոր ուրբան անտառ, ինչպես նաեւ կշարունակվեն ծառատունկի աշխատանքները։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո սննդային թունավորման ախտանիշներով բուժօգնության դիմացների թիվը հասել է 22-ի, իսկ մի քանի բուժառուի մոտ հաստատվել է ստաֆիլոկոկ։ Բոլոր հիվանդները մասնակցել են Ճոճկան գյուղում անցկացված հարսանյաց հանդիսությանը, հետազոտությունները շարունակվում են։ Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ հպկակը հորդորում է պահպանել սննդի պատրաստման եւ օգտագործման հիգիենիկ կանոնները։ Արաբական Միացյալ Էմիրություններից Ռուսաստան է արտահանձնվել 2.2 միլիոն հետևորդ ունեցող հայազգի բլոգերը, ով մեղադրվում է ներդրումների անվան տակ իրականացված ենթադրյալ խարդախության մեջ։ Ռուսաստանի Դաշնության իրավապահների տվյալներով նա հանցակիցների հետ 2020-ից 2021 թվականների ընթացքում քաղաքացիներից հափշտակել է 85,000 ռուբլի, խոստանալով բարձր եկամտաբերություն։ Բլոգերը նախկինում կալանավորված էր, ապա նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում եւ 2023 թվականից ձերբակալված էր Միացյալ Էմիրություններում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակի դեպ եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Այժմ Երևանում և մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 27-ից 31 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում 32-ից 35, Լոռիում 20-ից 24, Տավուշում 21-ից 24 աստիճան ջերմություն։ Արարատում և Արմավիրում 32-ից 35, Սյունիքի հովիտներում սպասվում է 31-ից 35, Սյունիքի նախալեռներում 25-ից 28 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 21-ից 23, ցերեկը 34-ից 36, երեկոյան ժամերին 29-ից 31 աստիճան ջերմություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։